հերոսամարտերում մեկ տարած փառահեղ հաղթանակների արդիվ շնորհավորում եմ բոլորիս աշխարհասփյուռ համայն հայությանը։ Մեր համար շատ մեծ նշանակություն ունի մեր հաղթանակը, Ապարանի Բաշապարանի հաղթանակը։ Այս մեր պապենական հաղթանակն է, մեր պրազնիկն է։ Ապարանի Բաշապարանի ամեն տարիս է ծուրաշ շքերթով ծորում է։ Աշխարհին ցույց տալու որ այսպես միասնական ենք, այսպիսի մեծ խորհուրդ ունի։ Ամեն դեպքում հայրենասիրական մեծ ոգի ունի ապարանցին եւ շարունակում է պահել այն։ Ինչ հրամայական ունի մայիսյան հերոսամարտերը այսօր մեծ համար երիտասարդների համար։ Մայիսյան հերոսամարտը կարծում եմ միշտ ունեցել է ոգեշնչող, ինչպես մեր ազգային երգերը, մեր հայրենասիրական երգերը, այդպիսի ոգի են դնում մեր երիտասարդության մեջ, ունենք հրաշալի երիտասարդություն, Աստվածտա խաղաղ երկինք ունենանք, այլևս պատերազմներ չտեսնենք, միայն այսպես հիշելու համար բարձրանանք հուշարձան։ Ապարանը միշտ անհաղթելի է մնացել եւ անհաղթել կմնա։ Մենք ունենք հերոս ժողովուրդ, ունենք պայքարող ժողովուրդ եւ շարունակում ենք այդ պայքարը մինչեւ վերջ, անկախ նրանից ինչպիսի պայմաններում որ կլինի։ Մենք ուրախանում ենք այսօրվա տոնով, որտեղ մեր ապարանի տոնն է, մեր Բաշապարանի տոնն է եւ դրանով ողջ Հայաստանը պետք է հպարտ լինի, որ նա սահմանափակեց այլ տարածքների գրավումը եւ ժողովրդի կոտորումը։ Եվ դրանով մենք ուրախ ենք այսօր, որ ողջ հանրապետությունը ծափարում է ապարանի, Բաշապարանի հերոսամարտը։ Մայիսյան հերոսամարտերով կերտվեց Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը եւ այն մեծ կարեւորություն ունեցավ հետագայում երրորդ հանրապետության հռչակման հետ կապված։ Այսօր ինչ հրամայական ունի առաջին հանրապետության ժամանակաշրջանը մեծ երիտասարդների համար։ Երիտասարդների համար հրամայականը նա է, որ պետք է շարունակենք մեր նախնիների ավանդույթը եւ պահպանենք մեր կորցրածի անունը չկորցնենք, մեր կորածների, մեր զոհվածների անունը պահպանենք եւ հավերժ փառք նրանց, ովքեր որ իրենց կյանքը նվիրեցին մեր այսօրվա ապագային եւ այսօրվա մեր մատաղ սերունդին։ Ես ցանկանում եմ, որ մեր մատաղ սերունդը աճի, բարգավաճի, զարգանա եւ ոչ թե ունենան 1-2 երեխա եւ սահմանափակվեն, այլ այդ մի օրինակով ընդօրինակեն հարևան պետություններին, որ ունենան բազմաթիվ երեխաներ, որպեսզի կարողանան մեր ժողովրդին եւ ոգեվորեն եւ քաջալերեն, որտեղ մեզ այսօր զինվորապետ, մեզ այսօր պայքարողապետ, իսկ այդ պայքարը երեխաների ծնունդով է առաջանում եւ ազգի բազմացումով։ Իսկ ազգը բազմացավ նշանակում է կարող է տնտեսություն ստեղծել, կարող է պայքարել, կռվել, պայքարել, աշխատել, արարել եւ ամեն մի հարցում դուրս գալ։ Ապարան քաղաքը նաեւ իր մասնակցությունը ունեցավ, իր ներդրումը ունեցավ Արցախյան ազատամարտերին, հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ինչ կասեիք դուք, երբ այսօր Արցախը չկա։ Որ Արցախը չկա, ես նախ ցավում եմ Արցախի կորուստով եւ մենք հույս ունենք, որ Արցախը հետ կգա։